Գարիկ ջան, գանք 23 թվականին։ Մինչև 23 թվականը մնացիր այդտեղ ծառայության մեջ։ 23 թվականին, երբ որ ստիպված եք լքել Արցախը, եկար այստեղ, անցար ծառայության, կրկին դիրքերում, կրկին ամենաթեժ կետում։ Չէ, 20 թվականից հետո եկա ստե Սիսիան, Խարվաճարից հետո։ Հա, ճիշտ է, ճիշտ է։ Հա, 20 Խարվաճարից հետո եկաք։ Խարվաճարից հետո եկա։ Ու գնացիք Սիսիան։ Հա, եկա Սիսիան մի տարուկես դնու ջերմուկի մեր դիրքերը Սիսյանի գումարտակի Իրիցյանի տեղակալն էի, Իրիցյանը գումարտակի հրամանատարի, ես տեղակալի, Սև Հովազների տեղակալն էի, հրամանատարի մարտական գծով էլի։ Սիսիանում էլ ահա որ օրեր ենք ապրել իմիջայլոց։ Ես հենց այդ մասին եմ ուզում ասեի, կա մի դրվագ, որտեղ 25-ից ավել, կարծեմ շատ ավելի մեծ թիվ գերիների անձամբ դու կարողացել ես ազատել։ Ես Այդ որ թվականի որ դեպքերն էր եւ ինչ տեղի ունեցավ։ Այդ եղել է 20 ոնց որ նոյեմբերի դեպքերն ա եղել։ Այսինքն գիտեք ոնց էր Արշակ ջան, ուրեմն մեր գումարտակը բան են անում, ուզում են ցրեն։ ՊՆ-ից մեր գումարտակը ուզում են ցրեն։ Ո՞վ էր այդ ժամանակ ՊՆ նախարարը։ Այդ ՊՆ նախարարը այդ ժամանակ Կարապետյան։ Արշակ Կարապետյանն էր։ Գլխավոր շտաբի պետը ոնց որ Դավթյանն էր։ Հա։ Դավթյանն էր, բան ոչմ։ Այդտեղ գեներալներից մեկը գալիս անդե, չեմ ուզում մտամ, այն վաղ տեղակալը ինչ էր այդտեղ գեներալ լեյտենանտ։ Եկավ բա գումարտակը ցրում են, ինչ ասում խեք մեր գումարտակը ցրում ախպեր։ Թուրքերը մեր գումարտակից վախում են, միակ գումարտակն է ռեալ ձիգ կաղնած, համ գումարտակի հրամանատարը, համ անձնակազմը յուր սիրում են, յուր հարգում են ուժը։ Հողեր պիտի հանձնեն։ Հա, ուժը տրեկը խեք մերը ցրում, այնա գումարտակը բարդակը խոսքի, էնի ցրեք էլի։ Բա ինչա ուզում ես ասես Օհանյան, դու որ չլնես բանակը քանդվելու է, ասեցի դե ես որ չլնեմ կտենաս որ քանդվելու է։ Ու գումարտակը մեր ցրում են, ես էլ ճիշտն ասած շատ փիս որդովում եմ, զեկուցագիր եմ գրում որ զորացրվեմ։ Զեկուցագիր եմ գրում զորացրվեմ, այդ պահին նորավանում եմ ելնում։ Մեկ էլ հրամանատարը զանգում է Մովսյան Արմանն արդեն հրամանատարը Գեղամը պենակացել, կորպուսի շտաբի պետ։ Զանգում է Բագարջան, վիճակը շատ վատ է, տղեկին շրջապատել եմ, բան վերջույթ են հոշում, ճիշտն ասած Այդ օրը ագին զոհ են տվել։ Այդ օրը ուրեմն 3 դիրք թուրքերը վերցնում են իր անձնակազմով 24 հոգի գերի են տանում վերևի դիրքերից մեկն դե իրան գրանատով տրակցնում է մեր տղերքից այդ 24 հոգուց մեկը տրակցում մնացածին տանում են այդ մի դրանել են տանում չնայած տանում են ու գալիս եմ իմ պահի գալիս եմ թե այդ վաղտել մստե խաղապահի մի գումարտակի հրամանատարի գլխավորությամբ պալատկան տիրեց գալիս եմ տեսնում սաղին չոքցրած, զենքերը սես դրած, սաղին շրջապատած թուրքերը գերի են վերցում փաստացի գերի վերցրած։ Գումարտակի հրամանատարի սեփական նիվան վերցրել են, պետական կամազը ձեռից վերցրել են, պալատկան շրջապատած իրանքը սաղ նստած, չոքած։ Գալիս եմ սրած բրիգադի հրամանատարով բանով ոչմ եկա թեմա, նու պերեգավորի մեջ եմ մտնում արդեն ստիպված, վերջը պերեգավորի մեջ եմ մտնում, նու գալիս եմ այն եզրակացության, այդ 30-35 հոգի մարդ են նույն, դրանցել եմ վերցնում, իրա սեփական նիվանել եմ, բանալիները ձեռից առնում եմ, այդ թուրքերի, կամազնել եմ ձեռից առնում, ինչ կա ձեռից առնում եմ։ Այդ թուրքերեն հետները խոսում ես, բանակցության ես գնում։ Հա, թուրքերի հետ բանակցության արդյունքում բոլորը հետ են վերցնում։ Մեկ էլ տղերքից մեկը Բաղանյան 103 դիրք ունել են, տղեկին վերցրել են, մի մայոր 15 զինվոր։ Սրանց կորպուսի հրամանատարի
պահանջում եմ կորպուս հրամանատարին, գալիս անդե կորպուս հրամանատարին մի քանի օր առաջ հանդիպած ենք լինում մեր կորպուս հրամանատարին։ Կորպուս հրամանատարին կանչում եմ սրան, նա հետը переговор եմ անում, ասում короче, էսա F1-ը ջբումը սա։ Короче, կալցոն քաշում եմ, յուրն հետ մեռնում ենք, ես տեսուն ցա հարմար։ Կամ էլ հրաման ես տալիս, ինչ տարել են սա հետ բերի։ Այսինքն իրա հետ բանության ժամանակ Գնդապետ Բաբաևի հետ ասում ես գրպանում ես նռնակա, քաշել եմ կացը, կալցոնենա քաշած պեցրածա քաշում եմ, սաղս իրար այդ վաղտը կորպուսի շտաբի պետը Գեղամը Մարտիրոսյան մեր նախկին հրամանատար կորնետով մեր մինամյոտի պոստում նստած ուղղությունը մեր վրա է, Ռաչյանը ձեռս։ Ես մեկ ասում եմ խփի, մեկ էլ ասում չէ մի րոպե կայնի, ասում խփի, արդեն այն աստիճանի է, ասում մզլ դրանցից սաղից կոտորեցը կտե, այդ աստիճանը։ Արմանի ավտոն վերցել են տարել հրամանատարի ավտոն են տարել, մի քանի կամազ, բան, Ուրալ, Մուրալ, այդ դիրքը, այդ 15 զինվոր, մեկ մայոր, արդեն զենքերը ձեռներից առաջ չոքցրած, մեկ էլ թմբից ես նայեմ տնամ կամազը զատնի հետա տալիս, որ դրանց լսնե մեջ տանեն։ Մի անգամից այդ Բաբաևին ասում եմ, սես պահին կայնուցրու։ Մեկ էլ ֆռում անդե բա մի հատ Ռաչյա բերեք։ Ռաչյան բերում են հրամանա տալիս, որ ըտը շուտ աստավի տեքանում զենքերը տվեք իրաց պես թողեցեք։ Հենց այդ վարկյանի զենքերը ձեռները տալիս են իրանց էլ թողում, մի մայոր 15 զինվոր։ Նույնն էլ այդ խաղապահների այդ գումարտակի հրամանատարը ձեռները ցառում ենք, հետո դեր քանի օքեներ 15 չէ, այդ խաղապահները մի 20-ից 30 մոտավոր տենց չեմ էլ կարգին հիշում, 30 հոգի երևի։ Թուրքերն էլ բայց ասեմ, մի 200-ից ավել, բտերներով, Պենեվեսյանի, ասում արա խիեք թողել կյան մոտիկանան ձեր պալատքին, արա մի 2 կիլոմետր եկլան, խիեք թողել, ինչ եք կրակել, սա ես շացած նայում։ հրաման չի էր։ Վերջի ինչ որ այա, այդ պալկոնիկ Բաբաևի հետ переговорի եմ անում, հրամանատարի ավտոնել եմ հետ բերել տալիս, ոնց տարել են, նենց են հետ բերել են, Ուրալ, Մուրալ, կամա, սաղ վերցնում եմ ձեռներից, հետ տարած է, արդեն տարած իրանց տարածք, սաղ հետ բերում են, ու տղից սաղ վերցնում ենք, ու հետ նահանջում տղից, մոտավոր մի կիլոմետրի չափով, հետ ենք նահանջում, նորից դիրքեր տունում, Այդ են դիրքերն է, որ միջև այսօր իրան ձեռքում է։ Այդ են դիրքերն Արշակ ջան, այն որ դու 2-3 հատ դոմիկ էր ակներով առել տվել ինձ, այդ է դիրքերն է։ Քո տված դոմիկներն էլ մնացին դե։ Այդ դոմիկները ուզում ասեմ դա մեր տարածքն է, հայկական Հայաստանի Հանրապետության։ Այո, Հայաստանի Հանրապետության ճանաչված տարածքն է։ Միջերեսոր իրաց ձեռքում է։ Խաղաղություն է դեպի, բայց իշխանասարն էլ հետը, փոքր իշխանասարն էլ հետը բոլորը տվեցին իրանց։ Բայց գոնե մարդկանց կարողացար հանեսը թեք։ Այդ մարդկանց գոնե հանեցի, Բայց իրանցը արդեն տարել էին։ Հա, այդ 24-ը տարել էին արդեն, բայց սրանցել էին տանում արդեն։ Զորով դրանցը տվից հանեցի։ Զորով հանեցի։ Փաստորեն սպառնալով, որ կտրակացնես հա։ Հա, դե ասի ախպեր կամ սաղս մռում ենք ստե, ասի նայ, մեկ ասի ես շատ եմ մռում, ասեցի, իմ համար անամ սերավն է, դու հետս մռնում ես, արդեն գեներալ մարդ ես։ Նայեց, վերջում ասեց, իրեքիտ էլ ասեց, մալադեց, ես էի իրիցը Մուսյան Արմանը, ասեց, իրեքտը հայրենասեր տղեքք ասեց։ Թուրք ասեց։ Հա, իրանց կորպուսի հրամանատարը։ Հենց այդ մասին է խոսքը, այսօր մեր խոսակցությունը սկսելուց քո նման մարդիկ ասենք հատուկ դեպք չես, կան մեր բանակում շատ նման տղեկ։ Կան։ Ոչ մեկի անուններ հայտնի չի։ 30 տարի, 35 տարի ծառայած տղերքը այսօր ինչպես ասում են մնացիկ
ջարդած դաշտակի առաջ։ Պետրոս դաշտակի դեմ։ Մարդիկ, որ 2 օր չեն ծառայել, այսօր միլիոններ աշխատավարձ են ստանում եւ հայրենիք են հանձնում։ Նստած են հետախորում։ Դուք ինչ որ չնչին, ինչքան է թոշակը, եթե գաղտնիք չի։ 160,000 160,000 թոշակ։ Փոխգնդապետի հաստիքով թոշակ։ 1,600,000 ստանում է մեկը, որ առանց անդրավար։ Բայց եթե ասեմ, էլի տանը վազնել 200 Առանց անդրավար պիտի այսօր ասում որ ծառայել եմ։ Հա։ Իդեալը տրուսիկ չեն ունեցել որ հակնենք եւ այլն։ Եվ միլիոններ են ստանում, խաղաղություն են իբրև կնքել, եւ այսօր մեր թեկուզ իրենց ասած այդ մի հատ ժեշտի կտորայի ցույց տալի այս հայրենիքը։ Ну, իրան մեկը չի հասնում ասեք, բայց ջերմուկում։ Իշխանասար։ Եթե դու իրանցից գնացիր հողեր հետ տվեցիր, բարձրաշեն։ Ստերնակարը։ Բարձրաշեն է, բայց նոր մտած իրենց այդ մեր քանի Չէ դե Աշակյան իրանց մասին չարժե զրույց անել։ Անարդարության մասին է խոսում։ Մեկը սա մենք հենց վիճակում ենք, որ աբսուրդի սահմաններն են անցել ախպերը։ Կգա մի օր, որ ես երկրում, կգնի իրոք ընկերս սիրում է այդ խոսքը ասում է արդարապետություն։ Արդարապետություն։ Որտեղ եթե արդարություն լինի, մնացած ամեն ինչ կլինի։ Արշակ Իսկ արդարությունն է, որ մարդ, որ իր կյանքը ասացիր քանի անգամ դու զոհվել ես, չէ՞։ Այո։ Ճակերտների մեջ։ Եվ շատ կան տեստերել, որ քանի անգամ շատ կա։ Քիչ չեն։ Ինչի այդ տղեկը այսօր ունեն սովորական, առօրյա, ուղղակի գոյատևելու խնդիր ունեն։ Եվ նորից եմ ասում, մարդիկ, որ բանակը չեն տեսել, եւ բանակը քանդում են, ուր է այդ արդարությունը։ Բանակը քանդում են, եկեղեցին քանդում են, երկիրը քանդում են, պետությունը քանդում են։ Ես պրոստո մնակ իմ երեխեքի առաջ եմ վատ զգում, որովհետև ես չեմ կարացել իրանց են ծնված օրվանից Ահա, ես նորմալ։ Հա, էլի ոնց որ իմ են սերը թեկուզ փոխանցեմ, սա որը սրել են իմ ստենդը, ես չեմ կարացել իմ երեխեքին կոպիտ ասած ոնց որ պետք կա նենց պահեմ, էլի սենց ասել, կինս դաստիարակն իրանց, ես էլ ինձանից էլ իմ արյունից ինչ կա էտ կոպիտ ասած, ես իմ երեխեքի առաջ եմ վատ զգում, որ այսօր, գոնե այդքան է, հեչ գոնե այսօր մի հատ կրիշ չունեն իմ երեխեքին, ասենք, ես մտածում եմ իզ նման տղերք շատ են զոհվել, այսօր ես սաղսաղաման կաղնացեմ, էլի փառք ասու, գոնե մեկ իմ երեխուս կարում եմ մի թոշակով մի 10,000 դրամ դնեմ իմ երեխու ձեռը, բայց վատ եմ ուզգում նրա համար, որ սոր իմ երեխեն նայում ատենում իր հարևանը էնոլան եկավ տոն արավ, ասում է պապա նայելա ծառայով գնդապետա եկել եմ իր երորդ հարկի տոնը արվել հասկանում ես օտա չեմ սիրում շատ բեն ասել մի կյուջուր դրվակ ասեմ տերնավեշնի ինքնագովանք Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում ուրեմն 97 թվին վար բանը մնացականյան լովան եկավ դիվիզիան ընդունեց, հաթերքի շտաբը նոր էինք սարքում, ըտե պիտի արուժի եկա սարքվեր, գլումյան նորիկը հրամանատար եկավ ըտե, ես իմ տան որդը եմ որ մնացականյան լովան է տոնը ինձ է տուվել, այ իմ է տան առաջի հարկը երկու հարկանի մեզ դուներ, իմ տան առաջի հարկի պատոհաններն էլ, դրսի ռոշոտկեքն էլ իրա չերչուով, երկու հատ էլ երկաթի դուր իրա չերչուով, պոկել եմ, տարել արուժի կա սարքել, իմ աշխատավարձ են վաղ տիլելա 30,000 դրամ, իմ աշխատավարձով կյացել եմ պիլարաման ռեկա կաշել, պիրել պերամիդա սարքել ձերով, սողոցով, Կյացել 50 մետր տրոս առել, պիրել էդ կորոկներով անսկծրել զենքերով, մնացականյան լովանվար եկավ տյորոպետ սրավ, նայես տեսավ, ասուց
Զարմաց ասացի սա հովասարքը, ասեցի ես, ասես պահունցը սարքը սա, ասեցի իմ ուժերավ, ասեցի իմ տան առաջարկ է ակուշ կեքնա, պոկել եմ պիրել, արա ասես լավի, կյացինք մեր տոն հաց կերանք, մեր հարսը ասեց, որ ոզում էր պուկ է տան է կռևարի ասի մի պոկի տարելի մեր տան պենը, ասմա իշ չլսես պոկ ես տարա, մեր տանը հացուտելիս մնացականյան լովան, ականջկան չի, մնացականյան լովը, ուզեմ ասեմ Աշոտ ջան, ես էտ եմ արել ու չեմ փոշմանել, ասեմ, Աստծուցավը տանեմ, սոր Աստված երկու բալիկ ունեմ փառք Աստծո, առողջ, գերազանցիկ, հարգված, սիրված, այդքան է ես բայց առանց տանիք, առանց տանիքի վեճի չելի Աստված մեծ է, Աստծուցավը տանեմ, Աստված մեծ է, մի տեն կան է աղբերը, մի տեն կան է, դրանով չենք ավարտում, երկիրը թող ճիշտ ուղու վրա գնի, երկիրը որ ճիշտ ուղու վրա այն ամեն ինչ կիկայվի հետը, ես իմ համար այսօր, ես կարամ ծեր տաննել ապրեմ, կարամ կեմ են մեկի տաննել ապրեմ, կարամ ես պալատկա հետին եմ ապրեմ, ինձ էտի այսօր ես չեմ էլ մտածում, ես սոր կմրն թայեկոց, որ էտ է արդեն ինձ հետաքրքիր է չի, ինձ հետաքրքիր է իմ բալիկն է, որ եկուց եմ որ ասմա պապա նայում է կախած իմ ֆորմին, ասենք, մեդալներին է նայում, մկեր ինձ է նայում, ասմա պապա սա, ասում ցավ տանեմ, դա ամեն մարդ հասկանում չտա ինչա, դա այդ ամեն մի մեդալը հեշվի մի մարդու կյանք դա ամեն մարդ չի հասկանում, էլ է փառք Աստծո Աշոտ ջան, եմ որ ասմա մկել են, արդեն հեկտարյա ընկերություն ենք անում, եմ որ ասում դու էլ է շատ բենից տեղյակ ես, շատ մարդկանց հասել ես աղբեր, ուզեմ ասեմ, էլի Աստծուցավը տանեմ, էլի կոնոման լավ մարդիկ, էլի հլնելու են, էլի տիեր Աստված կա, այդ ցավը տանեմ։ Այդ ես չեմ Աստվածը ճիշտ ես ասում, իմ հետ դա կապ չունի, դա իրոք Աստծո գործն է, ես հավատացած եմ, որ նախախնամությունը կա եւ Աստված մեզ չի թողի այս վիճակում, մեզ հանելու է այս վիճակից։ Մի տարուց ավել տևեց, որ ես կարողացա քեզ համոզեմ, որ միշտ ասում ես չեմ խոսա, Փառք Աստծո, որ կարողացա քեզ համոզել, բայց ընթացքում մենք շատ ենք խոսել։ Եվ մի դրվագ իմ ուրեմն հիշողությունից չի կորում։ Երբ որ դու դիրքերը ազատագրում ես, քեզ կանչում են, անուններ չտա, հրամանատարությունից կանչում են, ու ասում են Գարիկ ջան, արդեն էլի, ինչ կուզես, ինչ պաշտոն կուզես, որպեսզի արդեն հանգստանաս, էլի սավերից իջնես դենտելգոն է, և դու ասում ես, որ ուզում եմ, որ ինձ բերեք, Չէ, ասի, մջերետ ասի, խիչ եք ինձ գումարտակ երամանատարի տեղակալ նշանակում, մարտական գծով, կամ գումարտակ երամանատար, այսօր գումարտակ երամանատարները տեսնում, ասում են, ես որ վտս տապինք եմ կարող չգիտնեք դրան, վախեց ինձ փախնի, հիմի ինչա նշանակում, թա դիպլոմ չունես, հիմի որ իրանից մի կարներ անցնում է, հիմի որ ինձ արդեն կանչում են, որ դիմացի ինչ-որ դիրք գրավես, են իրանց լավ ահավորված դիրքը, քեզ ասում են, դու են ժամանակ պապու ես հիշողությունից լավ եմ, ասում են, որ կարած գնաս դա էլ ես։ Կարող ես ասում դիպլոմ չունեմ, ասում ես դիպլոմ չունեմ, ենա դիպլոմ ունեցող տվերքին, ասա թոքյան երեն, ծիծաղում եմ, բենդ վերջը, Աշարյան, գիտեք ցավալին որն ես որ դպրոցը ավարտել եմ բավականին նորմալ գնահատականներով, միշտ եղել եմ լավ սովորել եմ դպրոցը ավարտել եմ նորմալ, բախտի բերման իմ տարիքը եկել է 88-89 թվականներին, օրինակ այդ տարիներին ինձ բավական էր, միմիան բավական էր, որ ես ծննդականս մեկ էլ ատեստատս տանեի լի բույ հասնեի, պրոստու տանեի այդ բույն հասնեի, ես այդ դիպլոմը կունենայի,
Իսկ որպես ես այդ դիպլոմն ու պենը ներողություն ծննդականն ու բան ատեստատը տանեի, Էմախն միջավայրից մերոք եկան տեղահանվեցին Թալիշի տեղահանվեցին ընդե ես մնացին դե հասկանաս սա խարը ես այդ վաղտ ես մտածել եմ իմ համար ավելի կարևորը հայրենիքի սահմանն քան այդ դիպլոմը քան այդ ատեստատը հիմա ես որպես կային ես պիտի մի էմիս ֆրայի որպես այդ ծննդական պենը բերի հազնեի միտե իշոր մի դիպլոմ Էդի մեջ չէ, որ են ստացողները եսին ինչ են արել, էլի։ Շատսոր մարդը դիպլոմ չունի, երևի դեկավարի աթուրն ազատ է։ Հիմի հուծատեմ ես ասում 30 տարի դու կյանքի դիպլոմ ունես, դու ասու կողմից տրված դիպլոմ ունես, որ այսօր նստած ես, այսպես ասած, ողջավորչ մեր դիմաց և ինչպես ասացիր մեր ընկերներից շատերը այսօր այդ բախտը չունեն, որովհետև և իրենց ընտանիքները մինչև այսօր կարոտի մեջ է, և այդպես է կմնա, և այդ ցավը չի սփոփվում հենց միայն այն պատճառով, որ դավաճանները իրենց զոհողություն, ինքնազոհությունը սարքեցին ու բարձր հայտարարեցին, որ հանուն ոչինչ չի է, և դա ավելի մեծ ցավ է պատճառում, քան թե իրանց հենց զոհվելը Այո, ցավը պատճառում։ Հարգելի հետևորդներ, դեռ շատ ժամերով կարող ենք պատմել և ես դա կանեմ ոչ միայն Գարիկի հետ, Գարիկի նման շատ տղեր կա, որոնց հայազնը չի ճանաչում։ Չգիտեմ, այսօր հրապարակենք չենք հրապարակի, ես ու Գարիկի իրար հետ կորոշենք, որտեղ ընդեղ անուններ ասում, ինքուցե անունները կտրեմ այդ պահերից բացի են մարդկանց ու մասին դա խոսում, որտեղ նաև խոսեցի մարդկանց մասին, ովքեր իրենց ուրեմն պարտքը չեն կատարել։ Ես միգուցե այդ մասերը գիտեմ դու։ Հետո խաշրջան ներողություն մի բան էլ ասեմ, այդ շղթա 9-ի մասին, նու մանավանդ Հայաստանի Հանրապետությունում շատ են լեգենդներ պատում ստենդը, իմիջալուց ասեմ, որ այդ կոնկրետ շղթա 9-ի վերաբերյալ այդ ապերացիայի գծագրողն եմ իրեն ես, ղեկավարողն եմ իրեն ես, իմ հետ ով եղելա, բոլորի ցուցակը ենա իմ ձերքին, անուն ազգանուն ու հայրանուն ու ստորաբաժանուն ու գրած ենա մոտս դրած, էդի մեջ չէ, որ ասենք 1000 ձևի մարդիկ կան, տաքսի ես նոստում, տաքսիստ ասում է, իմ հոպարի տղեն էլ ատել Ուզում ասեմ, այդ ցուցակն էլ կա, մոտս, այդ բանն էլ կա, ախպեր, դա վեջ, բացի այդ էլ, նու կարվաճարը մանավանդ ով որ թեկուզ մի օր, 2 օր, 5 օր եղել է, թեկուզ պատերազմի մասնակցել կամ չի մասնակցել, նրանք էլ գիտեն ինչը ոնց է եղել։ Գումարած դրա մեր ընկերությունն էլ մեր շրջապատն էլ բոլորը գիտեն, կան, բոլորն էլ կան։ Ես այդեղ մի դրվագ էլ ես քո պատվաստերից հիշացնեմ, արդեն դիրքը ազատագրելուց մի քանի կեժամից դե 40 րոպեից ավել, չենք ասի ովքեր, դիրք են լցվում մի քանի ուշացած։ Երկու Ու սկսում են նկարվել, կրակել, դու էլ ազեր չայ ես խում այդ ժամանակ։ Մոտենում ես ասում ես այս մեռած մարդուն ինչ ես կրակում նրան նկարում, էլի։ Ես ասում եմ պատրոնը փչացում։ Ասում եմ, որ մեռած չէ, թուրք ես ասում ես դսի, էդի թուրք էր, երբ որ կրակում էր մեր վրա, հիմա մեռած մարդ է։ Հետո մեկը ինչ-որ ընդեղ էլի նկարվելու, այդ ամեն ինչը Իհարկե մնում է, ես դրանք էլ լեգենդներ պատմում։ Հա, դրանք էլ լեգենդներ պատմում են։ Հիմա ես իրան ասի, եթե մեռած մարդ է, ես այդ պատրոնը փչացում, ես ժամը 3-ից պատրոն եմ աղաչում, բոլորում եմ, որ պատրոնը հասցրել։ Հիմա եկել ես դիրքը գրաված բացած, ասում դու պիտի առավոտ 7-ին էսիկ տեղը լեիր։ Հիմա իրիկում է ժամը 6-ն է, եկել ես։ Դե դա մենը 10 ժամը ուշացել, հա։ Իմ հյուրն իմ շատ լավ ընկեր, շատերի կողմից սիրված, մանավանդ զինվորների կողմից սիրված, հարված, ովքեր որ ծառայել են Օհանյան Գարիկի հետ,
նրանք այս ամեն ինչը, ամեն բառ, ամեն ստորակետ կհաստատեն, փառք Աստծո նրանցից մեծ մասը ողջ առողջ են, ինչպես կարիք ասեց համելազորջ են տվել, եւ հուսով եմ, որ սա կմնա պատմության մեջ այս իրական դեպքերը, եւ ինչպես 90-ականներին սուտ լեգենդներ հորինելով, որոշ ուրեմն քարիտակ թաքնվածներ դարձան լեգենդարներ, եւ հետո նրանց երեսը բացվեց արդեն 20 թվականին, երբ որ համագործակցեցին դավաճան ուրեմն հողատուների հետ, այնպես էլ այդ նույն սխալը չի կրկնվի, եւ մեր սերունդները իրական պատմությունները, իրական մարդկանց ճանաչելով թույլ չեն տա, որ երկրի ուրեմն վերնախավում հայտնվեն ճակերտերի մեջ լեգենդարները։ Գարիկին են լեգենդար չի համարում, Գարիկը հայ մարդ է, հայ զինվոր է, հայ զինվորական է, հայ սպա է, եւ ինքը իր պարտն է կատարում, ինքը չի զղջում իր կյանքի համար, ինչպես ասեց, ցավում է, որ երեխաներին չի կարողացել այդքան անելով 30 տարուց ավել մեր հայրենիքը պաշտպանելով, չի կարողացել սովորական իր ընտանիքին ապահովել ամենամինիմալով, գոնե ինչպես ինքը ռուսերեն ասեց, Քրիշնա դալավը, կհանդիպենք շուտով։ Շնորհակալություն։ Քեզ շնորհակալություն։